չեմ գտել իմ նոթատետրը, երեք չեմ էլ գտնի։ Էլ տեղ չի մնացել, որ նայեմ, ամբողջ օրը նայել եմ արդեն 5 օր անցել ու չեմ գտնում։ Երևի չեմ էլ գտնի, ընդհանրապես։ Ու այդ լավ հուշերը այդպես էլ կմնան այդ բլոկնոտի մեջ, իմ կորած բլոկնոտի մեջ։ Շատ կկարետ եմ քեզ Արյաննա? Ինչ ես անում? Դու քո դասերով էիր տարված, ոչինչ? Ինչ, ես անգամ որոշել եմ ազերով ստարվել։ Լավ։ Ինչա։ Հիշեցի, երբ որ ես հանգստանում էի, հետո որոշեցի բերի, որ նորից գրեի գնայի հանգստանայի։ Բերիցի դրեցի ստեղ, պարկած գրում էի։ Հետո որպեսի գնայի հանգստանայի, որոշեցի դնեի ստեղ, բարձի ստակ, որ չկորեր։ Դրեցի ստեղ ու գնացի։ Ու տենց էլ չէի ստեղ։ Ես գիտեի, որ մի օր գտնելու եմ նոթատետրս, բայց որ ստեղից էի գտնելու, դա լրիվ մոռացել եմ ու չգիտեի։ Ես տենց էլ գիտեի, որ խնդիրը հիշողության մեջ է, ու հիմա արդեն որ լավ է, շատ որ գտել եմ։ Ինչ հիրոզիր։ Ինքան եմ այդ նոթատետրի մասին մտածել, արդեն երազիս է գալիս այդ նոթատետրը։ Մեկա չեմ էլ գտնելու, իբն ինչի եմ մտածում։ Բայց կարող է երազը ճիշտ էր, որովհետև ես հավատում եմ, որ երազները կարող են կատարվել։ Հələ մի րոպե, բայց կարող է ճիշտ է, որտև ես հիշում եմ, որ տենց բան է եղել։ Ես հիշում եմ, որ ինչ-որ գրելուց ես դրել էի բարձի հետևը, երբ որ հանգստանում էի, եկա որոշեցի գրեմ սենյակում իմ անկողնուս վրա պարկած էի ու գրում էի։ Հետո որոշեցի գնայի հանգստանայի, փակեցի, դրեցի բարձից հետևը։ Մի րոպե, հələ կարող է դա ճիշտ է։ Սա կստուգեմ։
ոնց հիշում եմ երազիս մեջ պետք է ես ստեղից գտնեի։ Հիսա նոթատետրս։ Ես տենց էլ գիտեմ, որ եթե շատ չարչարվեմ գտնելու եմ։ Մի րոպե ստուգեմ մեջի գրվածքները հենց իմ գրածն են։ Այո, հենց իմ գրածներն են։ Ես տենց էլ գիտեմ, որ շատ տանջվեմ, հաստատ մի օր գտնելու եմ։ Ու այս 5 օրվա մեջ ես վերջապես կարողացել գտնեմ իմ նոթատետրը։ Դե ինչ։ Հուսամ հետաքրքիր էր այս կորած նոթատետր սիթքոմը ձեզ համար, որի գլխավոր կերպարը մարմնավորում է ես, այսինքն Նինայի կերպարը։ Գլխավոր կերպարը որոշեցի մարմնավորել ես, քանի որ հենց ես էի ստեղծել այս սիթքոմը, որը շատերի կողմից սիրվեց և դարձավ շատ հետաքրքիր։ Եվ նույնիսկ բոլորիդ մտքեր տվեց, որ դուք էլ կարող եք ստեղծել այսպիսի սիթքոմ։ Դե այս սիթքոմը հենց այս նոթատետրի մասին էր։ Հուսամ ձեզ համար նույնպես հետաքրքիր էր։ Արիաննայի կերպարը մարմնավորեց իմ քույրիկը Անգելինան, նրա իրական անունը Անգելինա է։ Նա մարմնավորեց Գիտունիկի, կարելի ասել, կերպարը, որ միշտ գրքերի մեջ էր, միշտ դասեր էր կարդում եւ այլն։ Արիաննայի կերպարը որոշեցինք, որ մարմնավորի նա եւ հենց անունը որոշեցինք դնել Արիաննա սիթքոմի մեջ։ Նա տարավ Գիտունիկի դեր, ամբողջ օրը գրքերի մեջ, դասերի մեջ եւ այդպես։ Դե Նինայի կերպարը իհարկե մարմնավորեցի ես, քանի որ գլխավոր հերոսու կերպարը որոշեցի մարմնավորել ես, ու ինձ թվում է ձեզ համար շատ հետաքրքիր էր այս Կորի կերպարը, հումորային կերպարը մարմնավորեց իմ եղբայրը, նրա իրական անունը Ավետ է։ Այս սիթքոմի ուսուցողական կողմը այն էր, որ ձեր իրերը միշտ պետք է դնեք այնտեղ, որտեղից կհիշեք եւ կվերցնեք։ Ոչ թե անեք Նինայի պես, եւ դնեք ձեր իրերը այնտեղ, որտեղից չեք հիշելու եւ չգիտեք թե որտեղից եք վերցնելու։ Եվ իհարկե միշտ պետք է հավատալ հրաշքների, որովհետև դրանք միշտ կատարվում են, թեև ուշ, բայց կատարվում են, եւ իհարկե լավ երազները միշտ իրականություն են դառնում։ Դե ինչ, բոլորին ստեսություն, ձեզ շատ կկարոտենք։